Ալո։ Էդ։ Էլիս կասես ինչի տես քեզ պահեցիր։ Ինչի չթողեցիր ասեմ, որ ընկերոջս քույրն ես, որ 1000 տարիա գիտենք իրար։ Էդո կբացատրեմ։ Ամեն ինչ կբացատրեմ, բայց հիմա լսի խնդրում եմ։ Կարևոր խնդրանք ունեմ, քեզ ու շատ կարևոր է որ չմերժես։ Էլիս, դու տեսար իմ վիճակը, ու դու շատ լավ հասկացար, որ ես այդտեղից դուրս եկա, որովհետև համբերությունս չհերիքեց։ Էդո կլինի լսես ինձ։ Ես ժամանակ չունեմ ու չեմ ուզում նկատեմ, որ քեզ եմ զանգել։ Էդ ես խոստանում եմ, որ ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կպատմեմ, բայց խնդրում եմ նորոյին հանկարծ չասես, հա, որ մենք հանդիպել ենք այս տանը։ Հասորեն նորոն ճիշտ էր ասում, Էլիս։ Դու քեզ ահա որ տարօրինակ ես պահում։ Էդո չես ասի, չէ։ Էլիս, հենց հիմա ասա ինչա կատարվում։ Հենց հիմա ես չեմ կարող սպասեմ։ Ես արդեն գնում եմ նորոյին ասեմ ինչա կատարվում։ Նորոյին գնում եմ ասեմ, որ դու աշխատում ես ինչ շատ հարազատ մարդու տանը, որ այդ մարդիկ նորմալ մարդիկ են։ Նորմալը որն է, արտակարգ մարդիկ են։ Հենց հիմա ինձ ինչի բացատրի ինչա կատարվում, Էլիս, թե չէ ես գնում եմ նորոյի մոտ։ Հենց հիմա, Էլիս։ Քո արածը ուրիշ բացատրություն չունի, Էլիս, հենց հիմա ինչի։ Կասեմ Էդո։ Կասեմ։ Էլիս, լացում ես։ Չէ, Ոնց չէ, լսում եմ։ որովհետև չես հասկանում։ Էդո ոչ լսում ես, ոչ էլ հասկանում ես։ Էլիս, հասկանում եմ ես քեզ։ Ես քեզ կպատմեմ ամեն ինչ կասեմ, մենակ խնդրում եմ մի ասա նորոյին։ Մի ասա նորոյին, որ ինձ ես տեսել ես տանը, խնդրում եմ Էդ։ Ինչի։ Նորոն գիտի, որ դու ուտեղ ես աշխատում։ Էդո գիտի։ Ուղղակի չեմ ուզում իմանա, որ հանդիպել ենք այս տանը, ես չեմ հասկանում դժվար բան եմ, խնդրում կարա չի իմ համար անես։ Էլիս, չասելը դժվար չի, բայց դժվար է քո այս պահվածքը հասկանալը։ Դու քեզ շատ տարօրինակ ես պահում։ Էդո, խնդրում եմ, մի ասա նորոյին։ Ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։ Ես իմ պատճառներն ունեմ։ Խնդրում եմ, մի ասա, ես քեզ հետո կբացատրեմ, Էդո։ Էդ։ Լավ Էլիս։ Ես ինչ թեմաների մեջ ես, Էլիս։ Էս ոնց ընկար, ինչ եղավ։ Ուղղակի վազում էի, բայց բան չկա։ Էս ինչ ա եղել։ Խաղում էր ընկելա։ Բայց ոչինչ, բան չի եղել, ոչինչ։ Դե եթե Էլիզը հեռախոսով քիչ խոսար, հաստատ սենց բան չէր լինի։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Քո գործը երեխու կողքը լինելն է, իսկ երեխան մենակ էր ստեղ։ Մագդա լավ, բան չի եղել, պետք չի կռվեք։ Մագդա դու ընդամենը կռվես ման գալիս։ Ես 2 րոպե եմ հեռու եղել երեխուց, հասկանում ես։ Չէ, ես հասկանամ, որ դու ինձ տանել չես կարողանում, բայց մի քանի օր մնաց, դիմացի էլ չեմ գա։ Այսինքն Էլիզ, դու էլ չես գալու։ Մագդա դու ես Էլիզին ասել, որ էլ չգա։ Երեխուն ներս տար ոտքիդ մի բան քսի։ Չես հավատա, դա էլ անում էի։ Գործեիցդ կտրեցի քեզ։ Այդ դու լավ գիտես, որ ոչ մի գործ իմ քրոջ հետ չի կարող համեմատվի։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Հա, նոր, գիտեմ, բայց դե Ինչ բայց դա։ Խոսացել ես Էլիզի հետ, ինչ որ բան քեզ պատմել է, ասել է, ինչ որ բան ճշտել ես այդ։ հա, խոսացել ենք, ու անկեղծ ասեմ, ես էլ եմ զգում, որ իրեն տարօրինակ է պահում։ Ճիշտ է, աշխատանքի մասին չենք խոսացել, բայց դե երևում է, որ մի բան են չի։ Ախպերս զանգեցիր ինձ ասացիր, որ կարևոր բան ունես պատմելու։ Իսկ հիմա չգիտեմ ինչեր ես խոսում։ Բան կա, ասա իմանա։ Նոր չէ, նես ինչ որ լուրջ բան կա ասել, ուղղակի ուզում եմ հասկանամ դու Էլիզին չես վստահում։ Լսի, եթե ասենք վատ մարդիկ լինեն, չէր աշխատի, չէ՞ դե։ Այդ ինձ ուղղակի Էլիզի պահվածքն է անհանգստացնում։ Ես էլ լավ գիտեմ, որ Էլիզը վատ մարդկանց մոտ չի աշխատում։ Որտեղից գիտես, ճանաչում ես։ Դե հիմա գիտեմ, այդ կարևոր չի։ Ես ուղղակի չեմ կարող հասկանամ Էլիզի պահվածքը, որովհետև Էլիզը այդ աշխատանքից հետո փոխվել է։ Իմ հետ չի կիսվում, չի խոսում։
Գլուխ չեմ կարում հանեմ իրանից ու չեմ կարում հասկանամ այդ աշխատանքի հետ կապված հարցը, թե ուղղակի ինքն ա տես դարձել։ Մեկ տխուրա, մեկ ուրախա, հին Էլիզից բան չի մնացել։ Այդ ինձ ինչի ա թվում, որ դու ինչ-որ բան ես ուզում ասես, բայց հիմա փոշմանել ես ու ամեն ինչ անում ես, որ թեման փոխես։ Շատ ա ցավում։ Էլիզ, ես քեզ ասել էի, որ պլան ունեմ։ Բայց դու հաստատ գնալու ես։ Ես քեզ ասել էի, որ գործեր ունեմ։ Առանց քեզ շատ վատ կլինի։ Ոտքդ էլի չի ցավում, չէ՞։ Այդ երկար եմ սպասելու, թե կխոսես։ Ախպեր ինչ ասեմ։ Ես էլ եմ անհանգստանում ուղակի Էլիզի համար, սկսել եմ հետաքրքրվել։ Հետո։ Հետո են որ նես չի իմ իմացածը քո իմացածից տարբերվում է։ Ուղղակի ես էլ եմ անհանգստանում, նորո։ Ինձ թվում էր չափազանցնում ես, բայց դե չէ, Էլիզը իրոք տարօրինակ է։ Էդո նորություն չես ասում, այդ ամեն ինչը ես էլ գիտեմ։ Ու նես չի, որ Էլիզի հեքիաթներին հավատացել եմ։ Լսի նորո։ Ինձ թվում է, որ դու ինչ-որ ժամանակ պիտի Էլիզին ուղղակի հանգիստ թողես։ Թող տեսնի, որ վստահում ես իրան։ Կարող է այդ քո անընդհատ կասկածներից է, որ իրան տենց է պահում։ Նեղվում է։ Ու մի բան էլ պիտի քեզ ասեմ։ Ասա։ Քո ու Հասմիկի թեման էլ կա, էլի։ Գլխիցս դուրս չի գալիս։ Ինձ թվում է դու պիտի խոսաս իր հետ։ Կխոսեմ։ Լսի, ինձ ճիշտ հասկացի։ Դուք երկուստ էլ շատ կարևոր մարդիկ եք իմ կյանքում։ Նենց չի դու իմ ընկերն ես, Հասմիկն էլ իմ համար ուղղակի ծանոթ է։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ շատ լավ ձևով լուծվի, հարթվի այս հարցը, հասկանում ես։ Աղջկա մեջ դեռ հույս կա։ Ինքը մտածում է, որ դուք դեռ կարաք հաշտվեք։ Բայց ինքը էլ չգիտի, որ քո կյանքում արդեն ուրիշ մարդ կա։ Դրա համար դու իր հետ պիտի խոսաս, հասկանաս, որ ինքը մոռանա քեզ։ Այդ, հա։ Բայց դու էլ չէ ասում, որ այդ աղջիկի իմ հետ կապված հույսեր ունեի։ Ես հիմա ոնց գնամ իրան ասալ, որ ուրիշ աղջիկ կա։ Դե գնա ուղակի կանգնի ասա, անկեղծ ասա, որ ուրիշ մարդ կա։ Ինքը կհասկանա։ Լավ, եթե մենք հավաքվել էինք, որ այդ թեման քննարկենք, ես խոստանում եմ, որ կխոսեմ։ Չես մրսում, չէ։ Չէ, ես քո այդ սուրտը չեմ զգում։ Ինչ ռոմանտիկ աղջիկ ես։ Գիտեմ կզարմանաս, բայց ես ուղղակի խելագարվում եմ ռոմանտիկայի համար։ Նենց որ Նորո ջան, դու չես պատկերացնի քո կյանքը իմ հետ ոնց է փոխվելու։ Կամաց տրամադրվեմ ռոմանտիկ ընթրիքներին, հա։ Դե ոչ միայն ընթրիքների։ Գիտես, ես այնքան սիրուն եմ պատկերացնում ընտանեկան կյանքը։ Ճիշտ է, ես ինքս լիարժեք ընտանիքում չեմ մեծացել։
Բայց ես վստահ եմ, որ աղբերս տեսել է, թե ինչ է իսկական ընտանեկան կյանքը։ Ու այդ ամեն ինչը փոխանցել է ինձ։ Այսինքն ծնողներից շուտ ես կորցրել։ Հա։ Ծնունդիցս 3 ամիս հետո մամայս եմ կորցրել։ Մի տարեկանում էլ պապայս եմ կորցրել ու ինձ հիմնականում աղբերս է պահել։ Մեր մեջ շատ մեծ է տարիքային տարբերությունը։ Այսինքն այդքան մեծ է քեզանից։ Հա, առաջին մարդ չես, որ սենց արձագանքեց։ Անգամ շատերը մտածում են, որ պապաս է։ Այսինքն այնքան մեծ է, որ կարելի է ասել 30 տարի ու ավել։ Հա։ Մամայիս երազանքն էր աղջիկ ունենալը։ Աղբերս ինձ պատմել է, որ այդ իր համար իրոք երազանք ա եղել։ Բայց աղբորիցս հետո լուրջ առողջական խնդիրներ ունեցավ։ Չստացվեց, բայց վերջում կարելի է ասել, որ Աստված կատարում է մորս երազանքը։ Բայց ես չգիտեմ այդ երազանքի իրականացում ասեմ, թե չէ։ Ես հաստատ կարամ ասեմ, որ մամայի երազանքը կատարվել է։ Գիտես ինչի։ Որովհետև իմ կյանքում հայտնվեցիր դու։ Ես էլ իրականում լիարժեք մանկություն չեմ տեսել։ Բայց ի տարբերություն քեզ մեծ աղբերերը չեմ ունեցել։ Ես եմ եղել իմ հույսը, համ իմ հույսը, համ քույրերիս։ Ես այնքան շատ եմ նեղվում, որ արևները տեսնում են, ինչը ես։ Այսինքն Արևի մաման էլ աշոտ մահացել։ Հա։ Արևն էլ չի տեսել իր մամային։ Իմ աղբերը շատ մեծ դժվարությամբ ընտանիք կազմեց, բայց շատ հեշտ էլ կորցրեց։ Չես պատկերացնի իր կյանքը ոնց է փոխվել կնոջ մահից հետո։ Արևի մաման ինչից է մահացել։ Լավ, արի տխուր բաներից էլ չխոսանք։ Լավ, եթե չես ուզում, չենք խոսա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ իրար ճանաչում են կիսվելուց հետո, բայց իմ համար իրոք շատ դժվար է։ Մարդիկ իրար հետ կապվում են, երբ որ իրանց ամենամեծ վիշտն են կիսում։ Ես չեմ վախենում քո մոտ խոսալուց, որովհետև ես ուզում եմ դու իմ մասին ամեն ինչ իմանաս։ Գիտես, ես չէի պլանավորել, որ այսօր քո հետ սրա մասին եմ խոսալու։ Այդ ուղղակի ստացվում է, որովհետև ես ուզում եմ, որ դու ինձ ճանաչես։ Նայ, ինձ թվում է ես քեզ 1000 տարի ճանաչում եմ։ Ու ավելի լավ ճանաչելու կարիք չկա։ Իսկ այդ ինչի՞ց է լինում։ Երևի շատ սիրելուց։ Երևի։ Հաստատ։ Ուշացա, կներես։ Չէ, նորմալ է։ Քեզ եմ սուրճ պատվիրել։ Չնայած մինչև հասար կես մարդ դարձա։ Ինչի։ Այսօր ամբողջ օրը պահվածքդ գլխիցս դուրս չի եկել։ Ներվերիցս չեմ հասկացել օրս ոնց է անցել։ Էլիս դու ինձ լիքը բացատրելու բան ունես։ Ու հանկարծ մտքովդ չանցնի ինձ խաբես։ Ուզում եմ հասկանամ ինչից ենթադրեցիր, որ ես քեզ ուզում եմ խաբեմ։ Չեմ ենթադրում։ Ուղղակի զգուշացնում եմ, որ հետս անկեղծ լինես։ Այդ մարդիկ շատ լավն են։ Շատ լավ ընտանիք են, Արշակը յուրահատուկ մարդ է։ Իսկ Մագդան ոնց ասեմ, Մագդան այնքան լավն է, որ ես իրան քրոջ պես եմ ընդունում, հասկանում ես։ Ես հասկացել եմ, որ դու իրան շատ մտերիմ մարդ ես։ Բայց կներես Մագդայի մասին նույն կարծիքին չեմ։ Այդ ինչի՞։ Դե, որովհետև մարդը չի կարող բոլորի համար լավը լինել։ Քո համար լավն է, իմ համար չէ։ Բնական է ու նորմալ։ Բայց այսօր ինչի քեզ տենց բարեցիր։ Տենց անծանոթի նման։ Ինչի՞ չթողեցիր ասեմ, որ ամենամոտ ընկերոջս քույրն ես, որ ինձ շատ հարազատ մարդ ես։ Ինչին են ծարեցիր, որ Նորոյի անունը չտամ։
Էդ իմ պահվածքը բացատրություն ունի։ Ես քեզ կբացատրեմ, բայց խնդրանքիս մասին չմոռանաս։ Նորոն պիտի չիմանա։ Մելիզ, ես քեզ չեմ կարող տենց բան խոստանամ։ Որովհետև չգիտեմ ինչ պիտի ասես։ Կարող է խնդիրների մեջ ես, կարող է ինչ-որ սխալ բան ես անում։ Ես ոնց խոստանամ, որ նորոյին բան չեմ ասի։ Ամեն ես ինձ վատ եմ զգում, որ ընկերոջս խաբում եմ։ Չես վստահում ինձ։ Մտածում ես վատ բան եմ անում։ Էդո ընդամենը այդ մարդկանց տանը աշխատում եմ։ Ես ընդամենը Արևին եմ խնամում։ Աշխատելու մեջ վատ բան կա։ Չկա, չէ՞։ Չէ, աշխատելու մեջ վատ բան չկա։ Բայց քո պահվածքից լիքը բան կարելի է ենթադրել, իսկ դրա մեղավորը դու ես։ Էդ խաբել եմ Մագդային ու Արշակին, դրա համար էլ չեմ ուզում, որ ասես, որ ինձ ճանաչում ես։ Այսինքն էլիս, ինչ ես խաբել։ Գիտես, ինձ թվում էր, որ ես կյանքում չեմ սիրահարվելու։ Ինչի՞։ Դե չգիտեմ, չէի հասկանում մարդիկ ոնց են սիրում։ Կամ էլ ոնց որ Արևն էր ասում, դեռ իմ սրտի պրինցին չէի գտել։ Բայց հենց քեզ հանդիպեցի վերջ, Մագդան արդեն կորած էր։ Չէ, դու ոնց որ ուզում ես, որ իմ աստղայինը տանի, հա։ Ես գիտեմ, որ դու հիմա քեզ աշխարհի կենտրոնն ես զգալու, բայց դե չեմ կարա չասեմ։ Ապա Քո նման մարդու ես առաջին անգամ եմ հանդիպում։ Աղբորիցս հետո դու երկրորդ մարդն ես ում կողքին ես ինձ ապահով ու հանգիստ եմ զգում։ ես խոստանում եմ, որ միշտ էլ տենց ա լինելու։ Ճիշտ է, շատ բան չեմ կարա խոստանամ, որովհետև ես իմ խոստումները միշտ պահում եմ։ Բայց այն, որ դու իմ կողքին ապահով ու հանգիստ ես լինելու, այդ հաստատ։ Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում շատ սիրուն բաներ ասենք։ Կյանքը նենց բան է, որ ես չեմ կարող ասեմ, դու ինչքան ժամանակ իմ կողքին քեզ լիարժեք կզգաս։ Չհասկացա։ Նայ, դու ուրիշ կյանքի ես սովոր։ Ես սովոր եմ, որ ինձ շատ են սիրում։ Ու դու ինձ սիրում ես։ Նայ, աղբերդ քեզ մեծացրել է դժվարություններով։ Ես վստահ եմ։ Ու նաև վստահ եմ, որ քո աղբոր կարծիքը քո համար շատ կարևոր է։ Ես հիմա չգիտեմ քո աղբերը քեզ ինձ կվստահի, թե չէ։ Ու նորից եմ ասում։ Դու ուրիշ կյանքի ես սովոր։ Նայ, դու կարող ես մտածես, որ շատ եմ խորանում, բայց ես թափ եմ նայում շատ հարցերի։ Լավ, արի սենց անենք։ Սկզբում դու կհանձնես գրավոր թեստ, հետո բանավոր։ Այ երբ որ բավարար գնահատական ստանաս, արդեն պրակտիկայի փուլ կանցնես։ Պրակտիկայի փուլից հետո էլ կտեղավորվես աշխատանքի։ Որպես բանվոր։ Չէ, որպես իմ սիրած տղա։ Լավ, դե եթե այդքան վստահ ես։ Նոր գիտես, ֆեոդալական ժամանակաշրջանը վաղուց անցել է։ Էդ այն ժամանակ էր, որ մարդիկ բաժանվում էին տարբեր խավերի, ճորտերի, ազնվականների։ Սպասի, այսինքն, եթե մենք այդ ժամանակահատվածում ապրեինք, ես ճորտ էի լինելու, դու ազնվական, ու մեզ արգելված է լինելու, որ մենք իրար սիրեինք ու իրար տեսնեինք, ճիշտ հասկացա։ Լավ, նորով վերջացրու։ Նոր, Ջան, ես քեզ սիրում եմ։ ես էլ։ Բայց մի բան կա, որ ուզում եմ քեզ ասեմ։ Սիրելուց հետո բայցը շատ վատ բան է։ Ես ուղղակի չեմ ուզում, որ ի սկզբանե մեր մեջ սուտ լինի։ Ինչ սուտ։ Տես, ստացվել անես, որ ես քեզ խաբել եմ։
Բայց այդ խաբելը ինձնից չի եկել։ Անկախ իմ կամքից տենց է ստացվել։ Ուրիշ մարդու պատճառով։ Ինչի մասին ես խոսում նորը։ Ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կներես։ Ալիա։ Նորո, տղես հասի, Ալինան շատ վատ է, դու նարի Նորո ջան։ Նորո ինչ եղավ։ Այսինքն աշխատանքի ընդունվելուց ասել ես, որ որպես։ Հա։ Հիմարություն եմ արել, բայց արդեն արել եմ։ Ու որ այսօր ասացիր, որ աղբորս ընկերն ես, ես չգիտեի ինչ անեի։ Էլիզ, այս պատմությունը որ հեքիաթի գրքից ես վերցրել։ Ասա գնամ ես կարդամ։ Կարաս լրջան ասե դու։ Կարաս դու նենց բան ասես, որ մարդու հավատը գոնե մի քիչ կա։ Դու ես ասեցի արդեն։ Խաբել եմ, որովհետև ինձ աշխատանք էր պետք շտապ։ Փորձել ես մարդկանց խղճի վրա ազդել, հա։ Ես գիտեմ, որ սխալ բան եմ արել, բայց ստացվել է։ Ու ես չգիտեի, որ դու այդ ընտանիքին ծանոթ դուրս կգաս։ Ես չգիտեի, որ Նորոն այսքան կանհանգստանա, որ իմանայի հո չի խափի։ Էլի զգում ես, որ ասածը տրամաբանությունից դուրս է։ Կարիք կա ասեմ, որ չեմ հավատում, որ դու քո կամքով ինձ ճիշտը կպատմես։ Ու չես թողնի մտածեմ, որ դու ինձ խափում ես։ Դու ես ինչի պետք է քեզ խափեմ։ Արդեն ասեցի ինչ եմ արել։ Հետո ընդհանրապես մի քանի օր է մնացել։ Մի քանի օր ու ես էլ տուն չեմ գնա։ Էլիս, ես գիտեմ դու ինչի ես ընդունակ ու ինչի չէ, ես քեզ նոր չեմ ճանաչում։ Հիմա այնպես ես անելու, որ ինձ վատ զգամ։ Լավ, Էլիս։ Ասենք թե հավատացի։ Բա Մագդային ինչ բացատրություն ես տվել իմ ասածից հետո։ Կարող է ասել ես, որ կորած աղբերս է, ես էլ եմ նոր իմանում, շոկի մեջ եմ։ Հաճելի չի հեգնական տոնոտ։ Ինձ էլ հաճելի չի, որ դու ինձ խափում ես, Էլիս։ Ես ասեցի այն, ինչ որ կա, ես չեմ հասկանում, չես կարող ինձ հասկանաս։ Էլիս, ախր հասկանալու բան չես ասում, որ քեզ հասկանամ։ Ես քեզ ճիշտն եմ ասել։ Ուղղակի ինձ մի քանի օր է մնացել, որ այդ տանը աշխատեմ։ Դուրս եմ գալու, այս պատմությունը կվերջանա։ Կարաս ուղղակի ինձ հավատաս ու փակենք այս թեման։ Ու ամենակարևորը Նորոն չիմանա, որ մենք հանդիպել ենք։ Չեմ ուզում էլի ամեն ինչ իրար խառնվի։ Չգիտեմ, Էլիս։ Բարդ բան ես ասում։ Մտքերս խառնվել են արդեն։ Չես ասի, չէ Նորային։ Լավ, ինձ մի բան է հետաքրքիր։ Ինչ։ Դու ուզում ես, որ մենք հանդիպենք, որովհետև ուզում ես ինձ տեսնել, թե եկել ես, որ ես նորո ինչ ասեմ։ Այդ իմ համար շատ կարևոր է, Էլիս։ Ասեմ ավելին, այդ իմ համար ամենակարևոր հարցն է։ Ես պիտի հասկանամ, դու ուզում ես ինձ տեսնել, որ իմ ապրումներն ու վիճակը հասկանայր, թե որ նորո ինչ պատմեմ։ Ես պիտի իմանամ դու իմ հետ կապված ինչ ես մտածում, Էլիս, այդ իմ համար շատ կարևոր է։ Կներես տատիսը։ Հա, տատ։ Էլիս շուտ արի տուն, Ալինան վատ է, շտապ օգնություն եմ կանչել։ Ոնց։ Հենց հիմա գալիս եմ տատի։ Էլիս ինչ ա եղել։ Ոնց որ տրամադրությունը տեղը չի։ Անհանգիստ եմ։ Այսօր Նորոյի հետ էի զանգեցին, ասեցին, որ քուրիկը վատ է։ Գնաց։ Լուրջ բան, հա։ Չգիտեմ, ասեց կզանգի։ Հայ դեպ Էլիզն էլ էր ասում, արևը մի քանի օր ցավեր ա ունեցել։
Շատ ուշադիր է քո Էլիզը։ Ապրի ինքը։ Մագդա չես հասկանում, որ հիմա դրա ժամանակը չի։ Երեխեն ցավեր ունի։ Հիմա էլ ունի։ Հաճախա լինում։ Չէ, ես վերջերս փորներ ցավում։ Պետքա տանենք բժշկի։ Վաղը տանենք։ Հա, կտանենք։ Այսօր Էդոն էր եկել։ Հա, գիտեմ, խոսացել եմ հետը։ Վաղը պետքա հանդիպենք։ Իդեպ, պարզվեց, որ Էդոն Էլիզին ճանաչում է։ Ճիշտ է, այսօր չկարողացա իմանամ, թե որտեղից, բայց խոսք եմ տալիս։ Իմ հարցերի պատասխանը ես իմանալու եմ։ Ես բարձրանամ երեխա մոտ։ Դու իմ ասածները լուրջ չես ընդունում։ Միջև այդ անալիզի պատասխանները գան, ես կցնդեմ ուղղակի։ Ես էլ նորո։ Չես պատկերացնի ինչ անհանգիստ եմ։ Կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գալու են ասեն, որ ճուտի մոտ ուղղակի գեր հոգնածություն է, այդքան բան։ Մենք ենք մեղավոր։ Երեխեն, որ առաջին օրը լավ չէր, պիտի միանգամից բերենք հիվանդանոց, նորո հասկանում ես։ Հիմա եթե հանկարծ Նա վերջ։ Հերիքա վատ բաներ մտածես, կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Էդոն ինչ եղավ։ Էդոն գնացել է տուն մի քանի հագուստ պիտի բերի։ Ասացին, որ ոնց է լինի երեխեն մի քանի օր պարկելու է։ Չհասկացա, բայց ինչի համար եք տես բան որոշել։ Կարող է ամեն ինչ լավ է լինում ու տուն ենք տանում։ Թող ամեն դեպքում բերի հագուստը։ Ես չեմ հասկանում, ինչ ես նես տրամադրվել, որ ստեղ երկար ենք մնալու։ Ես վախենում եմ, դու չես հասկանում։ Կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու, հանգստացի։ Կներեք, Ալինան ոնց է։ Հիմա լավ է։ Կարող ենք մի րոպեով մոտը մտնել տեսնել։ Կարող եք, բայց շատ երկար չմնաք, ուշ ժամը։ Լավ։ Ալին։ Բացած բան են անում, գիտես ոնց վախեցենք։ Նոր լավ եմ արդեն։ Ալինա, մի հատ տես երտես ոնց է խփում։ Այդքան ծիծաղալու է։ Էլիս ջան, ծիծաղում եմ, որովհետև դու ես միշտ ասում, որ ոչ մի բանից չես վախենում։ Բայց հիմա արի ուտես, որ սիրտը տեղից փախնում է։ Կլինի երկուսդ էլ հանգստանաք։ Ես շատ լավ եմ։ Չկա տես բան։ Դու մնալու ես տեղ այնքան ժամանակ, մինչև հասկանանք իրականում ինչ է կատարվում։ Նոր ախր ոչ մի բան էլ չի կատարվում։ Ինձ թողնեք, ես հենց հիմա վազելով տուն կգնամ։ Կեսից էլ կսկսես թռնել, չէ՞։ Ինչի՞ չէ որ մարդ ես կարող է ստացվի։ Դու քեզ խելոք բայ, հա։ Դու մնալու ես տեղ այնքան ժամանակ, մինչև հասկանանք անալիզները ինչ պատասխան է տալի։ Ու վերջ։ Նոր ախր ինչ անալիզ։ Ես շատ լավ եմ, ընդամենը եկեք գնանք տուն, հա։ Դու հասկանում ես, որ մենք չենք որոշողը։ Երբ որ բժիշկը կասի, այդ ժամանակ էլ կգնանք։ Իսկ միջև այդ մնում ես տեղ հանգիստ, խելոք, տեղերդ խմում ես ու քեզ լավ ես նայում։ Ես էլ մնում եմ քո կողքին։ Վերջ։ Էլիս գոնե դու տուն գնա էլի։ Ալինա, Նոր դու ասա, ինձ չի լսում։ Ասա, որ գնա պարկի հանգստանա։ Ոչ չեմ ուզում վաղը իմ պատճառով հոգնած գնա աշխատանքի։ Հələ մի հատ իմ աչքերին նայ։ Հետո իր աչքերին նայ։ Իրան հնարավոր է ինչ-որ բան ասել ու ինքն էլ լսի, հա։ Ես էլ փոշմանեցի ասածիցս։ լավ վերջ։ Դու պարկի քնի, մենք էլ դուրս ենք գալիս։ Դրան դիմաց կանգնած ենք։ Ոչ միտեղ չենք գնալու, լսում ես։
Որ Ալինային սենց տեսնում եմ, վիրահատության օրերն եմ հիշում։ Հիշում եմ, ինչքան անօգնական էր, ինչքան էր լացում։ Հիմա ինչ ես այդ մասին հիշել։ Որովհետև այսքան տարի հետո ոնց որ կրկնվի այդ ամեն ինչը։ Հիմա էլ է Ալինան անօգնական։ Հիմա էլ ունի մամայի կարիքը։ Հա, ես իրան սիրում եմ։ Հա, ես հնարավորինս հոգատար եմ նոր։ Բայց այդ ամեն ինչը չի կարա փոխարինի նրան, ինչ որ իրան կտար մաման նորը, հասկանում ես։ Քեզ թվում էր մենք ծնվել էինք, որ որբ դառնայինք։ Քեզ թվում էր ճակատագիժն ու Աստված էս էին մեր համար նախատեսել նորը։ Չէ։ Չէ նոր։ Այս ամեն ինչը մի հոգու, մի մարդու պատճառով է։ Այդ մարդու պատճառով ենք մենք այսօրը։ Ու գիտես ամենավատը որն է։ Որ այդ մարդու ցանկությունները ավելի վեր դասվեցին, քան մեր կյանքերը նորը։ Դե հիմա ինձ լսի։ Ու հասկացի։ Որ անցյալը հիշելով ներկան չես փոխելու։ Տենց մենակ քեզ ես տանջում։ Ալինան էլ առաջվային երեխեն չի։ Ամեն ինչ շատ լավ հասկանում է, վերլուծում է։ Ու մեզանից էլ ուժեղ է։ Ու ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կհաղթահարի։ Չէ նոր։ Չէ։ Ալինան ուղղակի իր էմոցիաները թաքցնում է մեզնից։ Ոնց որ մենք ենք իր մոտ ուրիշ մարդ, տենց ինքն է մեր մոտ ուրիշ։ Ու մենք շատ լավ գիտակցում ենք, որ մինչև մեր կյանքի վերջ մեր ինչիների պատասխանները չենք ստանալու։ Ինչի մաման գնաց։ Ինչի թողեց մեզ։ Ինչի հետ չեկավ։ Չէ, կներես։ Կներես, վերջին հարցի պատասխանը ես լավ էլ գիտեմ։ Ոչ թե հետ չեկավ մաման, այլ չթողեցին, որ հետ գա նորը։ Վերջ։ Էրիկա։ Մի հատ հանգստացի ու շունչ քաշի կլինի։ Իմ ուղեղից դուրս չի գալիս այդ ամեն ինչը։ Իմ մաման ուզում էր գար։ Իմ մաման խոստացավ, որ հետ է գալու նորը։ Ուզում ես քեզ մի հատ ճիշտ բան ասեմ։ Դրա համար այս կյանքում պետք է ոչ մի խոստում չտաս։ Որովհետև ոչ մեկս չգիտենք հաջորդ քայլին լինելու ենք թե չէ։ Ոնց որ ես հիմա վստահ չեմ, որ ստեղից քայլեմ ու գնամ ճուտի սենյակ գահստեմ թե չէ։ Դրա համար պետք է չխոստանաս։ Մաման էլ չգիտեր իր այդ ինչ ալինելու ծննդաբերության ժամանակ։ Ոչ մեկս չգիտենք թե ինչ ալինելու։ Մենք ապրում ենք նենց, ոնց որ հավերժ ենք։ Բայց կյանքը տենց չի։ Գոնե 1% պետք է ընդունես այդ կյանքի այդ անտեր օրենքը։ Տենց որ հանգստացի։ Քեզ հավաքի, Էլիս։ Ու փորձի կտրվես այդ անցյալից։ Փորձի կտրվես, մեզ էլ բոգի այդ անցյալից, խնդրում եմ։ Հա, հեշտ է։
Ասելը շատ հեշտ է։ Ես էլ եմ հասկանում, գիտես, որ կողքից լսում եմ, մտածում եմ հեշտ է։ Ուզում եմ մոռանամ Նորո, բայց երբ որ ես հասկանում եմ, որ հենց հիմա ներկայում ես այդ անցյալի խնդիրներն եմ փորձում լուծեմ, չի ստացվում մոռանալ Նոր։ Չեմ կարում։ Նորո, չի ստացվում, ինչ անեմ, չեմ կարում։ Էլիս, մի մոռացի, որ այդ ամեն ինչը իմ աչքի առաջ է տեղի ունեցել։ Մաման իմ աչքի առաջ է գնացել նստել այդ մեքենան։ Ես եմ այդ ամեն ինչը տեսել, ես եմ այդ ամեն ինչը ապրել։ Իսկ դու այդ ամեն ինչի մասին հետո ես իմացել, ինձ պատմելով։ Իմ ասածներն ես հիշել ու պատկերացրել ու զգացել։ Մի մոռացի այդ ամեն ինչը, բայց ես թքածում եմ այդ անցյալի վրա, որովհետև շատ լավ գիտակցում ու հասկանում եմ, որ մաման էլ է տենց ուզել։ Ես հիմա չեմ արդարացնում իմ ասելով այդ արշակին, չէ։ Ես ուղղակի ուզում դու հասկանաս, որ այդ ամեն ինչը մենակ արշակի ուզելով չի եղել։ Մաման էլ է ուզեցել այդ ամեն ինչը։ Ու մամայի որոշումն է եղել այդ, գիտակցի այդ։ Ես հասկանում եմ Նորո քեզ։ Հատար բոլոր ասածներդ երդվում եմ, հասկանում եմ Նորո։ Բայց այս կյանքում մարդ եթե կարա սխալ անի, հետո էլ կարա զղջա այդ իր սխալի համար, չէ։ Մաման զղջացել էր Նորո։ Մաման հետ էր ուզում գար, իրեն չթողեցին, որ ինքը հետ գա ուղակի։ Էլի նույն բանը։ Ինչ անեմ, ինչ ես ուզում դու ինձանից։ Ինչի դու չես ուզում հասկանաս, որ եթե ես տենց մտածեմ, ես չեմ թողի, որ ոչ մեկ ապրի։ Իմ կյանքը 360 աստիճան կփոխվի, ինչի համար ես դու նորից նույն բանը խոսում, ինչի ես ուզում մեզ գցես անդունդը, վերջապես փոխվի այդ անցյալի, թող ապրենք էլի։ Էլիս ջան, ինչ ա եղել, որ ես ուշ ժամին հիվանդանոցում ես։ Ասա։ Էլիս ինչ եղավ, ուր ես։ Գալիս եմ։ Էլիս ջան, ինչ ա եղել։